Առնվազն $10 միլիարդ կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է տվյալների պաշտպանության եւ կիբերանվտանգային լուծումներ առաջարկող Rubrik ամերիկյան ընկերությունը, որի բաժնետոմսերը անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են ավելի քան 23%-ով։ Հաջորդը Summit Therapeutics-ն է, ամերիկյան դեղագործական ընկերության բաժնետոմսերը աճել են 16.9%-ով։ Եռյակը եզրափակում է Intel կորպորացիան 16.5% աճով։ Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է Teradyne-ը։ Ավտոմատացված թեստավորման սարքավորումներ արտադրող ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 20%-ով։ Հաջորդը The Trade Desk-ն է, թվային գովազդի պլատֆորմ տրամադրող ամերիկյան ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 16.9%-ով։ Եռյակը եզրափակում է Coinbase Global ընկերությունը, կրիպտոարժույթների առուվաճառքի հարթակի բաժնետոմսերի գինը նվազել է 15.7%-ով։ Անցած 5 շաբթի ԱՄՆ բաժնետոմսերը կտրուկ անկում ապրեցին, S&P 500-ը գրանցեց 1.39% անկում, Dow Jones-ը նվազեց 1.3%-ով, Nasdaq Composite-ը 1.96%-ով։ Ներդրողների տրամադրությունների վրա ազդել էր Դոնալդ Թրամփի վարած մաքսային քաղաքականությունը, ինչը հավանական է դարձնում գնաճի տեմպի արագացումը եւ համաշխարհային տնտեսական աճի դանդաղումը։ Չնայած ուրբաթ օրը շուկաները մասամբ վերականգնվել են, Wall Street-ը գրանցել է իր 4-րդ շաբաթական անընդմեջ անկումը։ Մարտի 12-ին ավարտվող շաբաթվա ընթացքում ԱՄՆ բաժնետոմսերի ֆոնդերը $4.67 միլիարդ ներհոսք են գրանցել։ Այս աճը հիմնականում պայմանավորված է սպառողական գների ինդեքսի ավելի ցածր ցուցանիշներով, որոնք ցույց են տվել գնաճի սառեցման նշաններ, որոշ ներդրողների խրախուսելով գումար ներդնել շուկայում։ Անցած շաբաթ զգալի ներհոսք են գրանցել նաև ԱՄՆ պարտատոմսերի ֆոնդերը, ներգրավելով $844 միլիարդ զուտ ներհոսք։ Սա պարտատոմսերի դրական պահանջարկի արդեն 10-րդ շաբաթն էր։ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը ստիպելու ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ավելի շատ ծախսել պաշտպանության վրա անսպասելի արդյունք են ունեցել։ Այն եվրոպական երկրներին դրդել է մեծացնել իրենց ռազմական բյուջեները, ինչը հանգեցրել է պաշտպանական ոլորտի ընկերությունների բաժնետոմսերի աճի եւ եվրոպական մի շարք երկրներում ֆոնդային շուկաների խթանմանը։ Գերմանական DAX ինդեքսը տարվա սկզբից աճել է ավելի քան 15%-ով, իսկ Stoxx Europe 600-ը աճել է 7.7%-ով։ Դրան հակառակ ԱՄՆ ֆոնդային շուկաները անկում են ապրել։ S&P 500-ը տարվա սկզբից նվազել է ավելի քան 4.1%-ով, իսկ Nasdaq Composite-ը ավելի քան 8%-ով։ Intel-ի բաժնետոմսերը S&P 500-ի շաբաթվա լավագույն ցուցանիշն են ցույց տվել այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարել է, որ նոր գործադիր տնօրեն է նշանակել կիսահաղորդչային արդյունաբերության վետերան Լիպ Բութանին։ Այս տեղեկությունից հետո Intel-ի բաժնետոմսերը թանկացել են գրեթե 17%-ով։ Palantir Technologies ընկերությունը գլխավորել է արհեստական բանականության ոլորտի աճը։ Ընկերության բաժնետոմսերը ուրբաթ օրը աճել են 8%-ով։ Պատճառն այն է, որ Սենատի փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերի հայտարարությունը, որ ինքը կսատարի 2025 թվականի կառավարության բյուջեն, ցրել են մտահոգությունները ԱՄՆ կառավարության հնարավոր շատդաունի վերաբերյալ։ Սա խթանել է ֆոնդային շուկայի վերականգնումը, ներառյալ արհեստական բանականության ոլորտի բաժնետոմսերի աճը։ Արհեստական բանականության ոլորտի բաժնետոմսերը մեծ կորուստներ էին կրել ավելի վաղ, երբ ենթադրվում էր, որ Թրամփի վարչակազմը կարող է կրճատել պաշտպանական բյուջեն։ Քանի որ Palantir-ը հսկայական պատվերներ է ստանում հենց պաշտպանական ոլորտից, դրա բաժնետոմսերը մի քանի շաբաթ շարունակ անկումից հետո ի վերջո կորցրել են արժեքի գրեթե 40%-ը։ Semtech ընկերության բաժնետոմսերը ուրբաթ աճել են 15%-ով այն բանից հետո, երբ կիսահաղորդչային ընկերությունը հայտնել է սպասվածից ավելի լավ արդյունքների մասին։ 2025 թվականի ֆինանսական տարվա 4-րդ եռամսյակի համար Semtech-ը մեկ բաժնետոմսի դիմաց $0.40 ճշգրտված շահույթ է հրապարակել, գերազանցելով վերլուծաբանների $0.31 սպասումները։ Զուտ վաճառքները տարեկան կտրվածքով աճել են 30%-ով, հասնելով $251 միլիոն, նույնպես գերազանցելով կանխատեսումները։ DocuSign ընկերության բաժնետոմսերը ուրբաթ աճել են գրեթե 20%-ով այն բանից հետո, երբ ընկերությունը հայտնել է 2025 ֆինանսական տարվա 4-րդ եռամսյակի համար սպասվածից լավ արդյունքների մասին։ Մեկ բաժնետոմսի շահութաբերությունը կազմել է $0.86։ Ընկերության գործադիր տնօրեն Ալան Թիգեսենի խոսքով, արհեստական բանականությամբ աշխատող պայմանագրերի կառավարման իրենց նոր հարթակը աճող պահանջարկ է վայելում։ Անցած տարի գործարկված այս հարթակը օգնում է բիզնեսին ավելի հեշտությամբ ստեղծել, կազմակերպել եւ վերլուծել պայմանագրերը, խնայելով ժամանակ եւ գումար։
2025 թվականի մարտի 11-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 35 միլիարդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2027 թվականի ապրիլի 29-ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 42.1 միլիարդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 98 դրամ, իսկ եկամտաբերությունը 9.4%։ ԱՄՆ սպառողների վստահության ինդեքսը մարտին կտրուկ նվազել է, հասնելով վերջին 2.5 տարվա ընթացքում ամենացածր մակարդակին։ Մարտին սպառողների վստահության ինդեքսը փետրվարի 64.7-ից իջել է մինչև 57.9։ Մարդիկ անհանգստացած են նախագահ Թրամփի մաքսատուրքերից, որոնք նրանց կարծիքով կբարձրացնեն գները եւ կվնասեն տնտեսությանը։ Ավելացել են նաեւ գնաճային սպասումները։ Սպառողները այժմ ակնկալում են 4.9% գնաճ հաջորդ տարում, ինչը ամենաբարձրն է 2022 թվականի նոյեմբերից ի վեր, եւ 3.9% գնաճ հաջորդ 5 տարիների ընթացքում, ինչը ամենաբարձրն է 93 թվականից ի վեր։ Սակագների անորոշությունը եւ փոփոխվող տնտեսական քաղաքականությունը անհանգստություն են առաջացնում ոչ միայն սպառողների, այլև գործարարների շրջանում։ Սա ճնշում է գործադրում դաշնային պաուստային համակարգի վրա, որը կարող է տոկոսադրույքների ճշգրտման կարիք ունենալ գնաճը կառավարելու համար։ Եթե սպառողների վստահությունը շարունակի նվազել, դա կարող է հանգեցնել ավելի քիչ ծախսերի, ինչը ավելի կվնասի տնտեսությանը։ 2025 թվականի հունվարին ԱՄՆ աշխատատեղերը ավելացել են 232,000-ով, հասնելով 7.740 միլիոնի։ Սա ցույց է տալիս, որ առայժմ աշխատաշուկան դեռ կայուն է։ Այնուամենայնիվ մարդիկ անհանգստացած են, որ ապագայում աշխատատեղերի պահանջարկը կարող է դանդաղել նախագահ Թրամփի մաքսատուրքերի եւ կառավարության ծախսերի կրճատման պատճառով։ Աշխատատեղերը ավելացել են մանրածախ առևտրի, ֆինանսների եւ առողջապահության ոլորտներում, սակայն նվազել են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մասնագիտական ծառայությունները, ժամանցը եւ հյուրընկալության ոլորտը, ինչպես նաեւ պետական աշխատատեղերը։ Հետաքրքրված եք ներդրումներով, բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։ Apricot Capital-ը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից։